Դեռ տարիներ առաջ պարուհի Վիկա Մարտիրոսյանի խմբի շարքերում աչքի էր ընկնում մի պարուհի՝ Էլեոնորա Պետրոսյան անուն-ազգանունով։ Վերջինս աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ, պարային յուրահատուկ շարժումներով և յուրահատուկ ոճով։ Տարիներ անց Վիկա Մարտիրոսյանի խումբը փլուզվեց։ Աղջիկներն, ովքեր աչքի էին ընկնում մեկը մյուսից ավելի գեղեցիկ, յուրօրինակ և բարով, գնացին տարբեր ճանապարհներով։ Նրանցից ոմանք փորձեցին շարունակել իրենց կարիերան, ոմանք էլ իրենց գտան այլ վայրերում։ Աղջիկներից շատերն այսօր ունեն իրենց բարի խմբերը։ Էլեոնորա Պետրոսյանն ինստագրամյան հարթակի ամենաակտիվ բլոգերներից մեկն է։ Նա ժամանակ առ ժամանակ ներկայացնում է իր գործունեությունը, հրապարակումներով հանդես գալիս, ցույց տալով իր հանգիստը, երեխաների հետ անցկացրած ժամանակն ու համագործակցությունները հայ հայտնիների հետ։ Էլեոնորա Պետրոսյանը չի դադարում աշխատել, սակայն վերջին ամիսներին հետևորդները նկատել էին, որ պարուհու ինստագրամյան հարթակում ասես բացակայում են հրապարակումներն ամուսնու մասնակցությամբ, դե իսկ երեկ էլ վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ հարցերի 90%-ը եղել են ամուսնալուծության վերաբերյալ։ Պարուհին վերջ է տվել բոլոր խոսակցություններին, պատասխանելով, որ այո, ինքն ամուսնալուծված է։ Մնացած բոլոր հարցերին պարուհին պատասխանել է, նշելով իր հավատն առ Աստված, նշելով, որ իր յուրաքանչյուր քայլում Աստված իր հետ է և ինքը հավատում է դրան։ Այն հարցին արդյոք իրեն մեղավոր է համարվում բաժանման հարցում, Էլեոնորան նշել է՝ իհարկե ոչ։ Նշենք նաև, որ պարուհու ամուսնալուծությունը մի քանի ամսվա վաղեմություն ունի։ Պարուհին այս ամիսների ընթացքում փորձում էր ամեն կերպ ներկայացնել, թե իր մոտ ամեն բան լավ է, սակայն հետևորդների աչքից, ինչպես միշտ, ոչինչ չի վրիպում։ Նրանք նկատել էին, որ Էլեոնորան ամուսնալուծվել է, դե իսկ երեկ էլ վերջինս վերջնականապես հայտարարեց քննարկվող լուրը։ Ներկայացնում ենք Էլեոնորա Պետրոսյանի հրապարակումները ինստագրամյան հարթակից։